Ինչպեսի առաքելություն ունի մարդու հոգին, որ գալիս է այս աշխարհ իր առաքինությունը կատարելու համար։ Շատերը այսպեսի հետաքրքիր հարց կարող են տալ մարդիկ, երբ որ գալիս են այս աշխարհ, սա մեծ կապ ունի թվագիտության հետ, վեդայական եւ այլն։ Մի փոքր այսօր խորը կխոսեմ իմ գիտելիքից, որը հիմա ես ձեզ հետ խոսելու եմ, որպեսզի դուք հասկանաք, թե ձեր հոգին ինչի համար է եկել այս աշխարհ, որ իր առաքինությունը կատարի։ Դա բավականին շատ հեշտ է, մարդու համար, բայց կա երկու վարիանտ։ Մեկը շատ հեշտ է, իսկ մեկը բավականին դժվար։ Ինչն է այստեղ հետաքրքիր, որ մարդիկ մինչև իրենց հոգին պատրաստվում է, գալիս են այս աշխարհ, ուրեմն թռչունների, կենդանիների, միներալների, քարերի, ծառերի, եւ այլն։ Այսպես մինչև իրեն հոգին ձևավորվում է եւ հենց դուք ինքներդ եք ընտրում հատուկ օրեր, թվանշաններ, որ դուք հենց այդ օրը ծնվում եք։ Եվ երբ որ դուք արդեն ծնվում եք, ինչն է հետաքրքիր, դուք արդեն պետք է իմանաք, որ օրը որ դուք ծնվել եք, հատուկ sense թևի վրա, ինչ որ բրասլետի նման թել են կապում, վրան թիվ գրված, եւ դա հենց կոչվում է, որ դուք արդեն ծրագրավորված եք տիեզերքի կողմից։ Այս կյանքում բոլորիս մոտ ամեն ինչ էլ թվանշանների հետ կապ ունի։ Ձեր տան դռան համարը, ձեր փողոցը, տառերը, որտեղ դուք քայլ եք անում, ժամացույցը, անգամ ձեր քայլերը, որտեղ որ դուք ինչ որ տեղ պետքա գնաք, մեքենա եք տեսնում, մեքենայի վրայի ուրեմն թվանշանները, ամեն քայլին, բոլորը թվանշան է։ Այս ամենը խոսում է թվագիտության խորը գիտելիքների, վեդայական թվագիտության խորը գիտելիքների մասին, հարգելիներս։ Բայց մի փոքր ես կուզեի այս մասին ձեզ հետ խոսել խորը։ Եվ երբ այդ ամենի միջով, ես ասեցի ձեզ քարերի, բնական կենդանիների եւ այլն, ձեր հոգին մտնում է մարմին, երբ որ դուք ծնվում եք, եւ այստեղ արդեն կոդը արդեն ձեր կա, իսկ կոդի եւ դուք պետք է պատրաստ լինեք ձեր կյանքի հետագա առաքինությանը։ Կա գիտակցական, դա ձեր մտքերն են, որ ձեր հոգուց է գալիս, եւ ձեր միսիան, ընդհանուր թվանշանները, որոնք մենք ձեզ հայտնում ենք, ասում ենք, միսիա